Նինոցմինդա քաղաքում շարունակվում է ջրամատակարարման համակարգի բարելավման գործընթացը։ Այս օրերին ակտիվորեն իրականացվում է ջրաչափերի տեղադրում, ինչը կարևոր քայլ է դեպի ժամանակակից եւ արդիական ջրամատակարարման համակարգ։ Გამარჯობათ ხალხო. Მიმდინარე ორ Նինոցմինդაში გამრიცხველიანების Բարև ձեզ, Նինոցմինդա քաղաքում շարունակվում է ջրի հաշվիչների տեղադրման գործընթացը։ Աշխատանքների նպատակն է ապահովել բնակչության 24-ժամյա ջրամատակարարումը։ Այս պահին արդեն տեղադրվել են ավելի քան 240 ջրաչափ, իսկ մինչև ամսվա ավարտը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել աշխատանքները։ Ծրագրի իրականացման արդյունքում Նինոցմինդայի բնակիչները կունենան անխափան եւ որակյալ ջրամատակարարում, ինչպես նաեւ հստակ ջրի օգտագործման հաշվառում։ Ամაზე არ գաղինავს մրցველებს։ Նախագծի նպատակն է ապահովել բնակչությանը 24-ժամյա ջրամատակարարմամբ եւ ստեղծել ջրի օգտագործման հստակ հաշվառման համակարգ։ Նախաձեռնությունը կնպաստի ջրի արդյունավետ օգտագործմանը, խնայողությանը եւ սպառման նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը։ Երկրորդ տարին աշխատում ենք ջրագծերի վրա, ինչպես գիտեք, ինչպես բոլոր շրջանին հայտնի է։ Մեր աշխատանքները շատ ակտիվորեն ենք սկսել եւ տանում ենք առաջ։ Այս տարի ծրագիր կա, որ մենք պիտի մինչև դեկտեմբերի վերջ շրջանին ջուր տանք։ Մեզ մնացել է շատ քիչ աշխատանքներ գծերը վերջացնելու ու կանցնենք շոչիկները, հաշվիչները տեղադրելու։ Հաշվիչներից հետո ես կմտածեմ, որ պիտի այս տարի անպայման ցկտենք, պիտի ջուր մատակարարենք շրջանին, որը շատ կարևոր է։ Շատ մարդիկ ունեն կարծիք, որ իզուր ենք փորում, իզուր ենք այս գործը ձեռնարկել, բայց ես կասեի, որ 80%-ով մեր ջրագծերը վերջացած են։ Կրանտները, վինտիլները չեն աշխատում, կալուտեսները չեն գործում, տրուբաները երկաթից 50-60 տարվա են փչացած են։ Կարոջի մենք երևի այս տարի շրջանին կուրախացնենք մեր ջրով եւ կլինի անպայման, ես կպատկերացնեմ, որ մինչև տարեվերջ։ Այդպիսի ծրագիր ունենք, ես էլ որպես աշխատող պատկերացնում եմ, որ կհասցնենք։ Նինոցմինդայում իրականացվող ջրաչափման ծրագիրը ոչ միայն տեխնիկական առաջընթաց է, այլև համայնքի զարգացման եւ բնակչության կենսապայմանների բարելավման ևս մեկ կարևոր քայլ։